Մեր մոտ այսպես էլի ջերմակ փաթիլներով ձյուն ա գալիս Սանահինում։ Այս դիմացի սարերը մառախուղա չի երևում, որ բարձրերում նորից ջերմակներ են հագել, ձյուն ա նստել։ Հիմա կանցնեմ բնակարանից մյուս կողմից կնկարեմ, այնտեղ լավ երևում ա սարերին ջերմակը նստած։ Տեսեք ջերմակները, մեր թաղամասում մի քանի շենքերի տանիքներն են փոխում եւ այդպես կիսատ թողեցին տեղումների պատճառ, տեսեք, աշխատանքը կիսատ թողել են, կեսը արվել ա, դե այս եղանակին հաստատ չեն կարող շարունակել, վտանգավոր է տանիքի վրա գտնվելը։ Մյուս շենքինն էլ ա։ Վերջապես մեր թաղամասում բոլոր տանիքները գեղեցիկ տեսք ունենան։ Ջերմակ, թիթեռնիկների նման փաթիլները իջնում են։ Այսպես։ Այ այն մեկը, որ երևում ա, այն մյուս տանիքը բալի գույն։ Այն մեկը հասցրել են, ավարտել են։ Երկու հատ է չհասցրին։ Էլի ձմեռը շարունակվում ա, ինչ արած, բնությունը իր օրենքները ունի։ Մենք ուզում ենք տաք լինի անընդհատ, ձյուն չլինի, անձրև չլինի, ոմանք այդպես էլ են ուզում։ Չնայած որ անձրևի ու ձյունի ժամանակ ամենամաքուր օդն ա, որովհետև բացասական իոններն են շատանում և թթվածնով հարուստ օդ է լինում։ Ես շատ եմ սիրում այսպիսի եղանակները, անձրևային և ձյունոտ։ Դե ձյունի վտանգները, եթե նկատի ունենանք, ձյունի հետ այդքան էլ բարեկամ չեմ, այսպես ասած, բայց անձրևոտ եղանակ շատ եմ սիրում։ Ես էլ բնակարանս տաքացնում եմ, նստած աշխատում եմ, գործս եմ անում և այսպես էլ ապրում ենք Աստծուն փառք տալով ամեն բանի համար, ձյունի թե անձրևի, շոգի թե ցրտի համար, փառք մեր Արարիչ Աստծուն, ամեն։